ինձ կանչեց Նիկոլ Փաշինյանը եւ ասաց, որ զանգի Միքայելին եւ եթե ինքը դադարի այս զրույցները, դադարի այս մեր հանդիպումները, դադարեցնի, ես չեմ հրապարակի այն ինչ ունեմ եւ ամենակարևորը կդադարեցնեմ բոլոր քրեական գործերը, բայց ինքը թող զբաղվի իր կյանքով, ես շարունակեմ մարդկանց թալանել, սպանել եւ այլն եւ այլն։ Ես մերժեցի մեր բարեկամին, մեր ընտանեկան բարեկամին։ Եվ երբ ինքը ինձ հարցրեց, իսկ ինչու ես մերժում, դե ինչ ես ուզում։ Ես իրեն պատմեցի մի պատմություն։ Բայց մինչև այդ պատմություն պատմելը, որը հիմա ձեզ եմ պատմելու, ես իրան ասացի, ես ինչ չեմ կարող ներել, որովհետև ես չեմ կարող թողել Հայաստանը Նիկոլ Փաշինյանի հույսին, որովհետև այն ինչ ինքը անում է, դու էլ ես տեսնում։ Իսկ պատմությունը հետևյալն է։ Երբ իմ աղջիկը Մարիամը փոքր էր, մենք կազմակերպել էինք ծնունդ, ինչ-որ մի սրճարանում, կինս։ Եվ դրա ծնունդից մի օր հետո հայկական ժամանակում առաջի էջում լույս տեսավ մի հոդված, որ իբր թե իմ աղջիկը ձեռքին կրում էր ադամանդներով ինչ-որ շղթա, խոսքը գնում է 2 թե 3 տարեկան երեխայի մասին։ Եվ ամենակարևորը իր սոսկան, երեխայի սոսկան ոսկուց էր եւ ադամանդապատ։ Եվ ինչ-որ ուրիշ բան էր, հղումը ինչ-որ մեկը որ տեսել է, դուք հասկանում եք, չէ՞, որ խոսքը գնում է 3 տարեկան երեխայի մասին, ասել որ դա հաճելի է, իհարկե ոչ։ Բայց կինս ավելի ծանր տարավ այդ պատմությունը, որովհետեւ տկեղ պատմություն, ամբողջ քաղաքը սկսում է, գիտեք, սկսում են խոսալ, է ճիշտ է, սուտ է եւ այլն, ինչևից է։ Մյուս օրը իմ կյանքում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմ գործընկեր, հայկական ժամանակի խմբագրության անդամ, իդեպ շատ նորմալ եւ դաստիարակված մարդ, շատ գիտակ մարդ, այսօրվա ազգային ժողովի անդամ, падգամավոր Հայկ Գևորգյանը, որն իր բարի եւ դաստիարակված ժպիտով ասաց, որ գիտես, եթե չես ուզում երեխայի մասին տես բաներ գրվի, մտնենք անձնականը, դե Նիկոլը գիտես, մի քիչ տարօրինակ է, մի քիչ որ բան անենք, եւ ես դες ուզում եմ ամոթով խոստովանեմ, որ ես որպեսզի ընտանիքս գոնե թողնեն այդ սրբապիղծները հանգիստ գնացի գործարքի եւ պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերը համասնիշը սիստեմի սխեմայի միջոցով մենք կֆինանսավորենք, որպեսզի իրանք չունենան թերթային վազրատ, որտեղ հայկական ժամանակ թերթը չէր վաճառվում, բացարձակ ոչ ոքի հետաքրքիր չէր, ինչպես նաեւ հիմա։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ ես իմ կյանքում մի անգամ եմ ենթարկվել շանտաժի։ Եվ դա արել եմ մեծ սխալ, որտեղ իրականում ֆինանսավորել եմ իմ ընտանեկան երջանկության համար հոգեբանական տերորիստին։ Եվ արդյոք ես դրա համար եմ ասում այսօրվա խավարանի մեղքերի համար, կարող է։ Բայց ես կյանքում դրանից հետո էլ չեմ գնացել եւ չեմ գնալու շանտաժի։ Կյանքում։